Partիլոջը սիրելի ախպերներս Իգնատ ախպերս որ խոսած հիշեցի հայտնություններ եղել Սուրբ Հոգուց որ Ձորախբույր մի քրոջ այցելենք 3 օր երբ որ առաջի 2 օրը գնում էի հետաքրքիր է որ Սուրբ Գիրքը բացում էի ոչ աղոթում էի ոչ էլ այտենց Աստծո խոսք շատ գիտեի բայց որ Աստված ես այնտեղ սկսել էի գնալ եղբայրները իմ համար աղոթք էին արել ուղարկել էին Գնում ենք խոսում ենք ես այդքան նոր էի ապաշխարած այդքան խոսքի գիտություն Տիրոջը ճանաչողություն չունեի բայց Սուրբ Հոգին խոսում էր սովորեցնում էր թե ինձ թե եկեղեցին այնտեղ որ նոր հաստատվում էր եւ մի քուրիկ որ ինսուլտ էր ստացել Տերն ասեց 3 օր այցելի եւ 3-րդ օրը պիտի իմ փառքս տեսնեն 3-րդ օրը երբ որ առաջի օրը գնացի Սուրբ Գիրք ուղակի Այս գիրքը որ իմ ձեռն այնտեղ նույն ձևով բացեցի դրեցի բայց մտքիս մեջ աղոթք էի արի ամբողջ ճանապարհը որտեղ դու իմ հետ եղի որտեղ ես որ այդ համ ինչ պետք է անեմ եթե դու չգաս եթե դու չանես եթե դու չգործես այնտեղ իմ գնալը ինչ նպատակ իրանք էլ մանկավարժ էին մանավանդ մտածում եմ ինչ պիտի ախար ես ով եմ որ ինձ ես ղրկում բայց Աստված որոշել էր ոչ թե մարդու նայում ես կարողությունից, իմաստությունից, այլ երբ որ Աստված մի գործի համար քեզ կարող է ընտրի եւ դնի, որ դու գնաս։ Եվ 3-րդ օրը հիշում եմ գնացի եկ Արոն աղբորը խնդրեցի, ասեցի տղերքիցով կա տունը գիշեր այնվաղ Ձորախբույր տրանսպորտել չկար ոտքով պիտի գնայինք։ Եվ Իգնատն էր տունը։ Իգոյից վերցրի ու գնացինք այնտեղ տեսա որ բանի Պրոսպեկտի հիվանդանոցը մոռացել եմ անունը հա Մարգարյան հիվանդանոցի գլխավոր բժիշկն եկենդեղ մասաժ էր անում այդ կնոջը որ ինսուլտ էր ստացել ամբողջ մարմինը փետացել էր բայց ես ասում եմ որ երբ որ մենք գնում ենք գիրքը բացում էինք այդ կինը ելնում նստում էր ու խոսում էր ամուսինը քիչ էր մնում կակազելով խոսար ասում էր արայք հելավ նստեց Ես էլ էի զարմացած նայում թե ոնց դե որ իրանց տուններ հիվանդը պարկած ես չգիտեի որ նստում է կամ չի նստում բայց որ ինքը ասեց ելնում է նստում է որ գալիս եք եւ 3-րդ օրը այտենց կանգնած մեզի այտենց մի տեսակ որ եկանք բժիշկը այնտեղ էր իրանց բոլոր ուշադրությունը տան բժշկի վրա էր որտեվ եկել էր պրոֆեսոր անձնավորություն եւ ինքը իրոք Աստծո կողմանը օրտնված անձնավորություն էր հետագայում իմացանք ինքը բապտիստական եկեղեցում էր գնում այդ եղբայրը ուրեմն երբ որ այս արարողությունը վերջացավ ասեցի մենք մի կարճ աղոթք անենք գնանք Իգնատիս հետ իրանց կանչեցինք աղոթքի երբ որ աղոթքեցինք Սուրբ Հոգին Փառքիրոջը Սուրբ Հոգին անենց իջել էր օրհնություն եղավ որ Այս հիվանդին Աստված ինքը խոսած 3-րդ օրը ինչպես որ Աստված խոստացել էր որ ինքը պիտի իրան բժշկի եւ իրանք իրոջ փառքը պիտի տեսնեն եւ բժշկվեցավ եւ Տերը խոսած իրան ասես խոսա քանզի ես քեզ բժշկել եմ փառք իրոջը սիրելի ախպերներս եւ այդ տունը լցվել էր ուրախությամբ իրանք էլ երկու աղջիկ ունեին տենց դուս եկանք Տերը իրոջ ներկայությունը իրոջ օրհնությունը կար Եվ ինչի համար են վկայում, որտեվ սիրելի ախպերներս մեր հետ կյանքում շատ վկայություններ կա, թե Աստված ինչեր է արել մեզ հետ։ Ես վերջերս որ վկայել է ինչի համար եմ ասում, Տիրոջ փառքի համար, որ մենք Աստծո շնորհքը սիրելիներս, որ գործում է մեր կյանքի մեջ, որ հիշենք, վկայենք, պատմենք, մի օր մեր եկեղեցուց գնացած անձնավորություն ինձ ասեց ձեր եկեղեցին օրենքի տակ է ասի լսի ասի մեր եկեղեցին շնորհքի տակ է եւ դա այն ինչ որ Աստված անում է Սուրբ Հոգու գործը եւ Սուրբ Հոգով ժողովուրդը որ մկրտվել են փրկության կնիկ ունեն դու ասի դրանք չեք տեսնում որովհետեւ չեք տեսնում քանի որ կույր եք եթե տեսնեիք չէիք ասի եթե տեսնող եք դուք պետք է տեսնեք Աստծո գործը եւ Աստծուն փառավորեք սիրելիներս ինչի համար եմ դա ասում որպեսզի մենք հավատքով Այնինչի մեջ, որ Աստված մեզ կանչել է օրհնել այս եկեղեցու մեջ, նրանում կենանք սիրով եւ հավատարիմ սիրտ ունենանք Տիրոջ համար, որպեսզի Աստված եղբայրներս աղոթում էին, խոսում էին, ժամանակ առ ժամանակ ասում է Աստված հավատքի վրայով գործում է։ Ստեղ Հովանու ավետարանի 8-րդ գլխում 56 խոսքում ասում է, որ Հիսուսը խոսում է Աբրահամի համար եւ ասում է, որ Աբրահամը
տեսեք Աբրահամը երբ եղե եւ Հիսուս երբ եկե աշխարհ, ասեց, որ Աբրահամը ցանկացավ, որ իմ օրը տեսնե եւ տեսավ։ Իր շուրջ հավաքված հրյա ժողովուրդը, որ Աստծո ժողովուրդ էին, իրանք որ Աբրահամով հպարտանում էին, որ իրանց հայրն է, մենք էլ ենք հպարտանում, որովհետև միջև Աբրահամը խոստմունքները ընդունելը ինքը հեթանոսության մեջ էր, եւ մենք էլ որպես հեթանոսներ կանչված ենք հայր Աբրահամով այն օրհնություններն առնելու, ինչպես Աստված խոստացավ Աբրահամին եւ Աբրահամը վրանից դուրս եկավ եւ տեսավ այն բոլոր բաները եւ ամենակարևորը, որ Աբրահամը նաեւ տեսավ Հիսուսին, որտեղ գրած է Եբրայեցիս թղթում, որ Աստված այդ մասին կոնկրետ ասում, որ Աբրահամը երբ որ Իսահակին հավատաց, որ ինչին էր հավատում, որ հիմա որ զոհանի ինքը հավատաց մեռելների հարությանը եւ տեսավ Գաղատացիս թղթում գրած է եւ շեշտը դրվում է, երբ որ Աստված խոստմունք էր անում Աբրահամին, Աբրահամը ոչ թե ինքը Իսահակով էր տեսնում, այլ Քրիստոսին էր տեսնում, որովհետեւ Քրիստոսով այդ օրհնությունները պիտի առներ ինքը երկնային օրհնություններն էր առնում նաեւ թե մարմնավորը, թե հոգեվորը սիրելիներս։ Մենք այսօր որպես Աստծո ժողովուրդ պետք է նայենք, մենք եկել ենք Քրիստոսով եւ հարց եկեղեցու մեջ այս հրավերքով, որպեսզի մենք ընդունենք այն բոլոր օրհնությունները Քրիստոսով, որ Եփեսացիս թղթի մեջ գրված է, որ Աստված մեզ օրհնեց բոլոր հոգևոր օրհնություններով եւ շարունակում է Պողոս առաքյալը բացատրում է, թե ինչ օրհնություններ առան նրան հավատալով, սերներս առաջի գլխում Եփեսացիս գրած է օրհնյալ է առաջի գլուխ 3 խոսքից, օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնավոր բաներում Քրիստոսով, ամեն։ Սիներս տեղ ասում է, որ Աստված օրհնել է մեզ, գրած է, որ Աստծո խոսքում, որ մեզ հավիտենական դարեր առաջ Աստված գրած է, որ դեռ որ ասում է լույս լինի, նա մեր մեջ ծագեցրեց Հիսուս Քրիստոս, հələ չկար ոչ մի բան։ Հələ մարդը չէր ստեղծված, բայց Սուրբ գրքում գրված է, որ Աստված օրհնեց մեզ եւ մեր մեջ ծագեցրեց Քրիստոսի լույսը, որ հիմա ծագել է մեր մեջ եւ այդ լույսով է, որ տեսանք լույսը սերներս։ Եթե այդ լույսը չլինի, մենք չենք կարա տեսնենք։ Այս լույսով, այս դահլիճը եղած բոլոր բաներն ենք տեսնում։ Բայց Քրիստոսով սերներս հավատքով անտեսանելի բաները, որ մեզ օրհնեց, գրած է, եւ երբ որ հավատացինք, շարունակությունը Եփեսացիս մեջ ասում է, որ նրանում եւ դուք հուսացաք, երբ որ ճշմարտության խոսքը լսեցիք ձեր փրկության ավետարանը, որին երբ որ հավատացիք, խոստմունքի Սուրբ Հոգով կնքվեցաք, որ մեր ժառանգության գրավն է։ Սերներս այստեղ Սուրբ Հոգին մեզ Աստված ուզում է տա, որ մենք առնենք այդ օրհնությունները, սիրելիներս, որ մենք առնենք այդ ժառանգությունը, որտեղ Սուրբ Հոգին գրավն էր, որ Աստված իր խոստմունքի համաձայն տվեց մեզ, որպեսզի մենք ընդունենք Քրիստոսով այն բոլոր օրհնությունները, որ Աստված Քրիստոսով տվել է մեզ։ Ոչ մի բան չի ծածկել, սիրելի եղբայրներս, այլ ամեն բան Քրիստոսով։ Աբրահամը, ինչի համար Աբրահամի համար ասում է, որպեսզի նայեք տեսեք սերներս ինչ տեղի ունեցավ Աբրահամի կյանքի մեջ։ Աբրահամը հավատաց գնաց, բայց նեղություններ ունեցավ, որ աղբերս ասում է նեղություններ, որ նեղություններից ասեց քարի հիշեցի, որ մենք մեր հայաթը մի քիչ հողերը այնպես ղռոտ է, քարը շատ է, գլինոտ բանը, որ քանդում էինք բանը, այդ պոպոկի ծառը բան որ դրել ենք, որտեղ որ հողը տենց դե խամ ենք մենք, որ դու իմանանք ծառը ոնց ինչքան կարելի է, ինչ խորություն, տես դրել ենք պոպոկի ծառը մի տեսակ չի ելնում, աղբերներին հարցրեցի, ասում եմ այս ծառը սխիլ է, այս պոպոկի ծառը չի մեծանում, կողքերից ճյուղ ատվե բարձանում է, բայց այն պոպոկների ծառի պես քոքը չի հաստացել, չի բարձրացել, այլ կողքից ոնց որ ասում է կարող է տակը քարա, հիշեցի որ տակը իրոք քար էր, սաղ լավ չի եղել, չեմ լավ տեղ կանգնել ծառին, դե ինչքան հասկանում է, այնքան անում են, վաղ երեխեքը փոքր էին,
տղերքը փոքր էին, որ ասել անցեք գործի, այստեղ հələ լավ քանդեք, հող լցենք, հետո որ հետո աղբերը տեսայել ստանոք են ստրուշկ եկել կարմիր, էս սև, ինչ ասեց ձեռնին չընկավ լցեց այդ ծառների քոքին, հիմա նայում եմ իս ծառները, իրար հետ ենք բերել ձոր աղբերի ծառները։ Սիրելիներս, Աստված ինքը Քրիստոս վեմի վրա որ մեզ հաստատել է, ինքը ամեն բան Քրիստոսով Սուրբ Հոգիով դրել է մեր մեջ, որպեսզի մեր հոգու մեջ նոր մարդը ձևավորվի, որպեսզի հավատքը մեր մեջ աճի, որպեսզի մենք հասնենք, սերներս, փրկությունը դա Աստծո խոստմունքն է, որ Քրիստոսով առել ես, բայց պետք է որ դու Քրիստոսում եղած այն օրհնությունները, որ Աստված քո հավատքը որ գործի այսօր, որ հավատքով առնես, որպեսզի քո մեջ նպատակ այն նպատակը որ դրված է, որպեսզի դու ձգտես դրան։ Աստծո խոսքը կենթանի է, սերներս, հիշում եմ Արմեն աղբերը 2002 թվականին Մոսկվա երկանչե, չգիտեմ ինչի համար է ստամուքսիս այստեղ հիմա մի պրստուկներ ա բռնում ընդեղ, էլ խնձոր, էլ բանը, դեղեր, ինչ ասես խմում են, ոչ մի բան չի օգնում։ Մոտ մի տարի մնացինք Մոսկվա, եկել ենք եղբայրականներ։ Եվ Արոն աղբերը հիշում եմ մեր անդու աղբոր տունն էինք անցկացնում այդ օրը, հիշում եմ որ Արոն աղբերն ասեց հիվանդների համար, եթե հիվանդներ կա, ինչ-որ մի եղբոր անուն տվեց, ասեց պետք է աղոթենք իր համար։ Մեկ էլ Աստծո խոսքը մեկս աղոթք է գնում, ու մեկ էլ հիշեցի, որ ես էլ եմ հիվանդ, բայց ասում է, որ Քրիստոսի վերքերով Եսայի մարգարեության մեջ, ասում է, որ մենք բժշկվեցանք։ Այդ խոսքը ներսս ոնց որ կրակի Սուրբ Հոգիով այնպիսի ներգործություն ունեցավ, որ ներսիցս ոնց որ կրակ դուրս գա ու զգում եմ, որ ներսս բժշկություն է տեղի ունենում։ Աղոթում ենք ուրիշ հիվանդի համար, բայց այդ խոսքը նենց է ներգործե իմ մեջ, որ իմ մեջ բժշկություն է տեղի ունեցել, սերներս, ինչի համար եմ այս բարի բաները վկայություն անում, որպեսզի մենք այսօր խոսքին վստահելով, հավատալով, որ դու հասկանաս, որ Աստված քեզ այն ինչ որ խոստացել է, գրած անսուտ Աստված Տիտոսի առաջի գլխից, որ անսուտ Աստված հավիտենական դարեր առաջ մեզ խոստացել է Փառք Տիրոջը, որպեսզի դու հավատաս նրան, վստահես նրան, քո հույսը նա լինի, որպեսզի ամեն բանի մեջ, ես էլի եմ ասում, ես արևը բանը տես չէի գնահատում, բայց երբ որ հիվանդության այդ ծանր բաների մեջ, մեկ էլ զգում եմ, որ Աստված ընենց քաղցրություն է խոսում է ու իա լույսը մեջ նայում եմ այն մարդ լույսը բացվել է ինչ լավ բան է որ առավոտ է ծագե ու ես առավոտվա մեջ աշկերտս բացել եմ նայում եմ հաց կա ջուրը մարդիկ խոսում են վկայում են ընենց եմ ուրախացել որ միջև այդ այնքան խորապես չեմ գնահատել սերներս առավոտը չեմ գնահատել այսօրվա օրը չեմ գնահատել գնահատել եմ, ասել եմ Փառք Հիսուսին այսօր օրը, բայց որպեսզի հասկանամ ու գնահատեմ դա, այդ նեղությանս մեջ եմ գնահատել, հասկացել եմ ու խնդրել ու շնորհակալ եմ եղել Իրանից, որ այս օրը այսօր դուք գնահատեք սերներս, Աստված ոչ անի նեղության մեջ գնահատես, լավա որ լիության մեջ գնահատես, ուրախանաս, որ Աստված քեզ Քրիստոսով օրհնել է, Աստված Քրիստոս այսօր կյանքը, ինչպես նախ աղբերս աղոթքի ժամանակ հիշացնում էր, որ Հիսուս ջան, դու ասել ես, որտեղ 2-3 հոգի, այսօր քո հավատքը պետքա գործի այդ բանի մեջ, սերներս, ոչ թե մենք ներշնչանքի ազդեցությունով հաստեղա, այլ դու հավատքով, որտեղ ես հիշում եմ մեր լիդակուրը, որ ուզում էի մի անձնավորության համար աղոթք կանեին, ես էլ այդ վաղ սկի նորել չէի, հրավիրեցի, որ իմ մոտ լիցենի ցեխում աղոթք կանեն, իրանք այդ խոսքը ասեցին, ասեց, այդ Կարեն աղբերը սենց արեց, ասեց, Տեր ջան, դու ասել ես, որտեղ 2-3 հոգի, ես այնտեղ անոց մեջ եմ, ես էլ լիցենիում ցեխում կանգնած սիգարետը նոր ձեռքիս մեջ, սենց նայում եմ, այն մոտ ասում եմ, այս կեղտոտ լիցենի ցեխի մեջ Հիսուսն ինչ պետք է անի, այս հավատացյալներն էլ ասում են, որտեղ 2-3 հոգի, ես անոց մեջ եմ, կողքերս նայեցի, որ տենամ, այն մոտ ասի, բա որտե է ես չեմ տենում, իրանք լացում են այցելվել են, ես էլ բավականին հեռու կանգնած sense ուզեցի որ նայեմ որտեղ է Հիսուսը Սուրբ Հոգին կենթանի այցելություն արեց,
Ես այդ օրվանից ապաշխարեցի խորապես ու ես սկսեցի ասում փառաբանել։ Մի բան էլ ասեմ, մարդիկ կան ասում գրված չի, բաներ կա գրված չի, բայց Աստված քո հետ կատարում է։ Ասեց եղբայր որտե՞ղ է գրած, որ սիգարետը չի կարելի ծխել։ Ասեցին ես թարսի պես այնպես մարդու ես եկի ասում, աղբերս ասի, սիգարետը ձեռս էր, որ Տերը այցելեց, ասի ձեռքիս մի հատ ձեռք եկավ։ Ասում եմ ես գացի, որ ձեռքը իմ ձեռքի, ասի եւ սիգարետը անկախ ինձանից տարա դրեց, որ ինքը չխոսած ասի իմ հետ, բայց ասի ես էդի քեզ վկայություն եմ անում։ Տարա դրեցի կողքի եւ երբ որ ինձ մի քանի վաղ հետո ազատագրեց, եթե էդի մարդու հոգեվոր մարդուն չի խանգարում, Աստված չի ազատի։ Դու ազատ ես, դա պետք չի քեզ հիմա հաց ուտելն ու սիգարետ ծխելը իրար հետ չես կարող համեմատես։ Հացը կյանքի մարմինդ ապրեցնելու համար է, սիգարետը ոչ թե ապրեցնելու, հակառակ մերցնում է։ Բայց երբ որ Աստված ինքը ազատագրեց եւ ազատեց սերներս, ինձ ինչի՞ս է պետք, որ անպայման իմ սիգարետի մասին, ասենք, չգիտեմ, աղթամար կամ ինչ ես ծխում, դրա մասին գրված եղնի։ Դրանք Տերը քեզ, եթե դու սիրես, ինքը բացվում է քեզ, ինքը բացում է քեզ կյանքը, որ դու այսօր հասկանաս, որ առանց Հիսուս դու ոչ մի բան չես կարող անես, որ գրած առանց ինձ ոչ մի բան չեք կարող անել։ Եթե դու փորձել ես ու չի ստացվել, հասկացի, որ ինքը քեզ ասում է սիրելիս, ես պիտի անեմ, դու չես։ Դու վստահի իրան, որպեսզի դու հասնես այդ օրհնություններին։ Դու վստահի, որ այս կյանքը բացվի քեզ երկնքից։ Երբ որ Բելիդոմի ինձ տուն էին տալի հորեղբորոս տղեն նստած ինձ տենց ծաղրանքը ասում էր, բա որ Աստված ունես, բախիտ քեզ տուն չի տալի, այս հանրակացարանի մեջ ես մնում։ Ասի կտա, ասի մի հատը տվել է, ասես որտեղ, ասի որ այդ տունը պատկերացնես, ասի երևի գժվես, ասի ուրախությունից, բա այդ ի՞նչ տուն է, ասի երկնքում ոսկե քաղաքն է, ասի։ Ասես բա չհասկացա, բա այդ երբ ես եթալու, ասի էդի չգիտեմ երբ եմ եթալու, մեկ էլ իրա փեսեն եկավ, իրա փեսեն, այսինքն քրոջս ամուսին եկավ սեզնային, ասեց ար ճիշտ է ինքը մեր կվարտալում բանը թաղային է, ասեց ճիշտ է որ քեզ այդտեղ տուն են տվել, ասի լսում ես Վաղուշ ինչ ասում, լսում ես Աստված դու նոր ասում էր որ ինքը չի լսում իմ մասին հոգ չի անում, բայց ինձ օրհնել է արդեն հələ ես ձեն չեմ անում, հələ ես էլ չգիտեի որ ինձ տուն է տվել, բայց հեսա մեր փեսեն եկավ ու ինքն ասում որ ինձի հույսի ավանում տուն են տվել, լսում ես աղբերս ասի Աստված ինչ հոգս անում մեր համար։ Սերներս ինչի համար եմ ասում, որպեսզի ամեքսել հավատքով Պողոս առաքյալն ասում է, որ ամեքը հասնեք այդ բաներին, որ դու հասնես, ձգտես, ոչ թե մտածես այսօր հոգսա, էսա այնա, այլ դու նաև ձգտես հասնելու Քրիստոսով այն բոլոր օրհնությունները, որ Աստված մեզ պատրաստել է կանկաղոք սերներս։ Սուրբ Հոգին մեզ համար դա մեծ վկայություն է, որ Աստծո խոստմունքը մեր հետ կատարվում է։